Հորիզոնի ժամը 12-ի թողարկումն է, բարև ձեզ։ Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Լյուքսեմբուրգ։ Նախարար Միրզոյանը կմասնակցի Եվրոպայի խորհրդի 134-րդ նախարարական նստաշրջանին։ Ծրագրված են նաև երկկողմ հանդիպումներ Եվրախորհրդի պաշտոնյաների եւ այլ երկրների գործընկերների հետ։ Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը Հայաստանում Եվրամիության պատվիրակության ղեկավար արտակարգ եւ լիազոր դեսպան Վասիլիս Մարագոսի հետ այցելել է ինժեներական քաղաք։ Նախարար Հայրապետյանը եւ դեսպան Մարագոսը շրջել են ինժեներական քաղաքում։ Դեսպանին է ներկայացվել ինժեներական քաղաքի գործունեության հիմնական ուղղությունները, իրականացվող ծրագրերն ու նախաձեռնությունները, ինչպես նաեւ ինժեներական քաղաք նախաձեռնության տեսլականը։ Դեսպանը ծանոթացել է արկա ենթակառուցվածքներին, ինժեներական քաղաքում նախատեսվող բարձր տեխնոլոգիական աքսելերատորի, ազգային գերհամակարգչային կենտրոնի, ինչպես նաև արդեն իսկ գործող ընկերությունների գործունեությանն ու արտադրանքին կիսվել տպավորություններով։ Կողմերը մտքեր են փոխանակել համագործակցության նոր հնարավորությունների եւ ուղղությունների վերաբերյալ, ձեռք են բերվել պայմանավորվածություններ հետագա անելիքների ուղղությամբ, նշված է հաղորդագրության մեջ։ Ազգային ժողովում երեկ ավարտվել է Հայաստանի դատախազության 2024 թվականի գործունեության մասին հաղորդման քննարկումը։ Եզրափակիչ ելույթով հանդես է եկել գլխավոր դատախազը։ Նախորդ շաբաթվանից անավարտ մնացած նիստը շարունակվեց դատախազության 2024 թվականի գործունեության մասին հաղորդման քննարկումով, պատգամավորները հասել էին կարծիքների փոխանակության փուլին։ Այն սակայն բուն քննարկվող թեմային այնքան էլ չառնչվեց, ավելի շատ հնչեցին ընդդիմություն իշխանություն փոխադարձ մեղադրանքներ։ Առաջինը ամբիոնին մոտեցավ Արթուր Հովհաննիսյանը, ապա Վահագն Ալեքսանյանը։ Երկուսն էլ հիշեցին նախորդ նիստից Արծվիկ Մինասյանի իշխանությունների հարստանալու մասին խոսքերը։ Նման տեքստեր ասելուց առաջ ես ձեզ խորհուրդ կտամ նայեք Սերան Օհանյանի աչքերի մեջ եւ կտեսնեք մի քանի հարգանի առանձնատուն։ Գնայեք Լևոն Քոչարյանի աչքերի մեջ ու կտեսնեք միլիոնավոր դոլարներ, որոնք հարյուրավոր մարդկանց կյանքի փող պետքա լինեին։ Վերջապես գնայեք Ռոբերտ Քոչարյանի աչքերի մեջ, կտեսնեք հոկտեմբերի 27-ը, կտեսնեք մարտի 1-ը, կտեսնեք Պողոս Պողոսյանին, կտեսնեք։ Պարոն Մինասյան, ասում եք ամենահարուստն եք դուք։ Ձեր անցած ելույթում տենց բան եք։ Լուրջ եք ասում, պարոն Մինասյան, հա։ Լուրջ եք ասում։ Այս խմբակցությունից մեկը բան է առնում, 20 տարվա հիպոթեկով մի հատ տուն է առնում, 800,000 հատ լրատվամիջոց կենքան հոդված են վրան գրում, որ չգիտես ինչ է։ Այդ մարդը ասում է, վայ հարամալնի այդ տունը ինչ ասեմ ասենք։ 20 տարի հիպոթեք պետքա փակի, հասկանում եք, խմբակցության падգամավորը, որը տուն է գնում։ Բայց ձեր կողքի պարոն Օհանյանի ըստ մեղադրանքի տունը գնահատվում է մի քանի միլիարդ։ Կարծիք հայտնելու հերթը ասավ Արծվիկ Մինասյանին, բայց կարծիքը Հայաստան խմբակցության քարտուղարը չէր փոխել։ Ավելին նշեց, թե հիմա իշխանությունների հարստությունը հասել է համաշխարհային մասշտաբների։ Համաշխարհային։ Հիմա նորից վերահաստատեմ։ Գնացեք Արշակունյաց պողոտա, գնացեք Տիգրան Մեծ պողոտա, դուք կտեսնեք այնտեղ, թե ովքեր են, որ դարձել են մեծահարուստներ, եւ գնացեք նաեւ իհարկե դա երևի իշխանապողությունից հետո པարզ կլինի շատ ավելի մեծ ծավալներով, թե ապօրինի բիզնեսի մեջ այսօրվա իշխանություններից եւ նրանց հետ աֆիլացված անձանցից քանիսը կա։ Կոռուպցիան, որը իշխանության բնական ծնունդն է, չի կարող կպնել ընդդիմությանը, շարունակեց միտքը Արծվիկ Մինասյանը, իսկ երբ խմբակցության անունից հանդես եկավ քաղաքացիական պայմանագրի ղեկավարը, հիշեցրեց նախորդ իշխանությունների այն ժամանակները, երբ Մինասյանը նախարար էր։ Այդ ժամանակ էկոնոմիկայի նախարար էիք, Հայաստանում ստեղծվել էր այդ ժամանակ կոռուպցիայի դեմ պայքարի խորհուրդ։ Եվ ահա այդ կոռուպցիայի դեմ պայքարի խորհուրդը ոչ ավել, ոչ պակաս գլխավորում էր Հովիկ Աբրահամյանը։ Մարդ, որից այսօր ապօրինի գույքի բռնագազման մասին օրենքով միլիարդներ են պահանջում։ Եվ դուք այդ ժամանակ այդ կառավարության անդամ էիք, պարոն Մինասյան։ Հասկանում եք։ Դուք ասենք ոնց որ բանին գառներին պահտան գայլին ասեն դե պահի հանկարծ որևէ մեկը բան չանի։ Էսա ձեր հակակոռուպցիոն քաղաքականություն, դուք էլ այնտեղ նստած եք եղել։ Խոսքի վերջում Կոնջորյանը նշեց, թե հերիք է նախկինների մասին խոսեք, թեզը հորինել են հենց նախկինները, որպեսզի չխոսեն իրենց մասին։ Ոչ չխոսանք բան նախկիններից, որովհետև նախկինները նաև ներկաներ են։
Չեն անցել գնացքի պես անվերադարձ չուկչակ չարակչակի բան հնչյունների ներքո։ Ձեր համար Հայաստանը մեծ դմակ ա եղել, դուք էլ դանակ եք եղել, եկել եք այդ դմակը ինչքան կարացել կտրել եք։ Այդ դմակից ինչքան կարացել կերել եք, լցրել եք ձեր գրպանները բան, հիմա էլ ասում եք բա այդ որ հետ եք վերադարձնում, բա ժողովուրդը։ Դատախազության 2024 թվականի գործունեության մասին հաղորդման քննարկումը ավարտվեց Հաննա Վարդապետյանի եզրափակիչ ելույթով, որտեղ գլխավոր դատախազը հիմնականում անդրադարձավ պատգամավորների անցած օրերին հնչեցրած հարցերին։ Վահագն Ալեքսանյանը օրինակ հարցրել էր Քոչարյանների ընտանիքի ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին։ Պատասխանողներ Ռոբերտ եւ Բելլա Քոչարյաններից, Սեթրակ Քոչարյանից եւ Զարուհի Բադալյանից, Լևոն եւ Սիրանուշ Քոչարյաններից, Գանե Քոչարյանից եւ Վիգեն Չատինյանից, Հօգուտ Հայաստանի Հանրապետության դատախազությունը ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման հայցով պահանջում է բռնագանձել 22 անշարժ գույք, 2 գույքի գնման իրավունք, ավելի քան $3 միլիոն, 985 միլիոն դրամ արժեքով ձեռք բերված պարտատոմսեր, ավելի քան $1.4 միլիոն չափով ավանդ, 15 իրավաբանական անձում մասնակցություն, իրավաբանական անձանցից են Nairi Insurance, Toyota Երևան ընկերությունը, Target Group-ը եւ մի շարք այլ ընկերություններ, ավելի քան $4 միլիոն, 8.3 միլիարդ դրամի, 260 միլիոն ռուբլիի եւ շուրջ 590,000 եվրոյի չափով փոխառությունների պահանջի իրավունք, 2 տրանսպորտային միջոց, ավելի քան 3.8 միլիարդ դրամին համարժեք գումարով գույքերի ձեռքբերման արժեքներ եւ ավելի քան 20 միլիարդ դրամ։ Սա ընդհանուր այս պահին դատարանում գտնվող հայցագինն է Ռոբերտ Քոչարյանի եւ նրա հետ փոխկապակցված անձանց մասով։ Հարցեր հնչել նաև, թե ինչ փուլում է Արարատ Միրզոյանի սպանության փորձի հետ կապված քրեական գործը։ Գործը գտնվում է դատարանում, մենք ունենք մեղադրյալ եւ հիմնական դատալսումների փուլում է դատավարությունը, հրապարակային է, այսինքն որևէ խոչընդոտ չկա տվյալ ստանալու հետ կապված, բայց նշեմ նաև, որ մի շարք վարույթներով, որոնք գտնվում էին դատարանում, արդեն ունենք վերջնական դատական ակտեր, որոնք վերաբերում են կեցավայրի վրա հարձակմանը, կեցավայրից կատարված կողոպուտներից եւ դրանց մասով էլ առաջին ատյանի դատարանների կողմից կայացված դատական ակտեր ունենք։ Մենք առաջիկայում մի փոքր ամփոփիչ ավելի հանրային իրազեկում կանենք, որպեսզի падգամավորներին այդ հարցերը չուղղվեն եւ մեր կողմից պատշաճ պարզաբանում տրվի։ Ելույթի ավարտին դատախազը նշեց, որ կառույցը շարունակելու է աշխատանքը նույն կերպ կարևորագույն խնդիր համարելով պետական շահերի պաշտպանությունը, կոռուպցիայի դեմ պայքարը, ապօրինի գույքի վերադարձը։ Շանթերոստանկերություն, Հորիզոն։ Հնդկաստանը պատրաստվում է Հայաստան մատակարարել պայմանագրով նախատեսված զինտեխնիկայի հաջորդ մեծ խմբաքանակը։ Այդ մասին հնդկական մամուլին հայտնել են ռազմարդյունաբերական համալիրի աղբյուրները։ Թեմայի շուրջ Վահագն Հակոբյանը զրուցել է Արտյոմ Երկանյանի հետ։ Հնդկական Indian Aerospace Defense News պարբերականը գրում է, որ արդեն հուլիսին Հնդկաստանը Հայաստան կհասցնի ակաշ տեսակի այդ հրթիռային համակարգերի երկրորդ խմբականակը։ Մամուլում այդ տեղեկությունը ամենևին էլ պատահական չէ եւ վստահ եմ, որ դրա նպատակն է ցույց տալ ամբողջ աշխարհին, որ Հնդկաստանը հավատարիմ է իր պայմանագրային պարտավորություններին եւ պատրաստվում է ամբողջությամբ կատարել իր պարտավորությունները, չնայած դրան, որ զենքը այժմ հենց Հնդկաստանին էլ է պետք հաշվի առնելով Պակիստանի հետ ռազմական այդ բախման զարգանալու հեռանկարը։ Այսինքն այս տեղեկությունը այսպես ուշագրավ է հաշվի առնելով այն, որ որոշ մեր գործընկերները չեն կարողանում կատարել իրենց պայմանագրային պարտավորությունները ողջ ծավալով, հաշվի առնելով այն, որ իրենց եւս զենք է անհրաժեշտ։ Հիշեցնեմ ակաշ տեսակի այդ հրթիռների առաջին խմբականակը անցած տարվա նոյեմբերին էր Հնդկաստանը մատակարարել, իսկ ըստ ոչ պաշտոնական աղբյուրներից ստացված տեղեկության համաձայն 22 թվականին էր ստորագրվել պայմանագիրը, որի համաձայն Հնդկաստանը Հայաստանին կմատակարարի 15 ահա այդպիսի համակարգեր։ Դա երկինք համակարգի այդ տեսակի հրթիռներ են, որոնք իզորու են 25 կիլոմետր հեռավորության վրա ոչնչացնել անօդաչու սարքեր, ինքնաթիռներ, բալիստիկ հրթիռներ եւ բավական արդյունավետ զինատեսակ է։
Բայց ինչն էր կարևոր, որ այդ զինատեսակը մինչ վերջերս երբեք փորձարկված չի եղել իրական ռազմական գործողություններում։ Եվ միայն Հնդկաստանի եւ Պակիստանի միջև այս վերջին զինված բախումներում առաջին անգամ այդ համակարգերը փորձարկվեցին եւ ինչպես կարողանում եմ հասկանալ, ամբողջովին արդարացրել է իրեն այդ տեսակը, այդ զինատեսակը։ Հավելին դեպս հնդկական մամուլում գրում են, որ անգամ գերազանցել է բոլոր սպասելիքները եւ այդ հրթիռի գլխավոր ստեղծող դոկտոր Պրախլադա Կամարոն հայտարարել է, որ իսկապես չէին սպասում, որ ահա այդպիսի մեծ արդյունավետություն կունենա Ակաշ տեսակի հրթիռը։ Նույնպես բաց աղբյուրներից ստացված տեղեկություններից կարող ենք հասկանալ, որ Պակիստանյան բազմաթիվ անօթաչուներ, ինքնաթիռներ խոցվել են սահմանի հենց այն հատվածներում, որտեղ տեղաբաշխված են եղել Ակաշ տեսակի հրթիռները եւ դրան նման այս հակաօդային համակարգերը։ Թե կոնկրետ հայտնի է նույնպես մամուլի տեղեկություններից իհարկե, որ GF-17 պակիստանյան կործանիչը ոչնչացվել է հենց Ակաշ տեսակի հրթիռների միջոցով։ Ֆատեհ տեսակի բալիստիկ հրթիռը նույնպես Ակաշն է ոչնչացրել։ Եվ ինչպես գրում է Indian Defense Research Wings պարբերականը, հենց Ակաշն էր նաև պատճառը, որ Պակիստանը այդպես էլ չհամարձակվեց օդ բարձրացնել թուրքական Բայրակթար TB2 տեսակի անօթաչուները, որոնք բավական թանկարժեք են, այսինքն թերթը գրում է, որ այդ անօթաչու սարքը պարզապես անզոր է Ակաշի դեմ եւ դա գիտակցելով եւ գնահատելով Պակիստանի գեներալները որոշեցին չօգտագործել այդ թանկարժեք թուրքական անօթաչուն, քանի որ փաստորեն ստացվում է, որ այդ անօթաչուի գնելը Պակիստանի կողմից պարզապես օդին գցած փող էր։ Իսկ հաշվի առնելով այն, որ Հայաստանը եւս կունենա Ակաշ տեսակի հրթիռներ, կարող ենք ենթադրել, որ տեսականորեն այդ Բայրակտարի օգտագործումը Ակաշի դեմ Հայաստանի օդուժում նույնպես մեղմ ասած քիչ արդյունավետ կլինի։ Արդյոք իսկ թուրքական ուրիշ զենք Պակիստանն օգտագործել է։ Այո, բաց աղբյուրներից ստացված տեղեկություններից կարող ենք դատել, որ Պակիստանը օգտագործել է այս ռազմական գործողություններում Սոնգար տեսակի անօթաչու սարքը թուրքական եւ YIHA-3 կամիկադզեն, որը նույնպես թուրքական է։ Եվ դրանցից մի քանիսը խոցվել են հնդկական հրթիռներով, միգուցե նաև հենց այդ ակաշների միջոցով։ Թուրքական զենքը որևէ կերպ իրեն լավ չի դրսևորել այս պատերազմում եւ եթե Պակիստանը ինչ որ ձեռքբերումներ ունեցել է օդում, ապա ոչ թե թուրքական, այլ չինական զինատեսակների շնորհիվ։ Մասնավորապես տեղեկություն կա, իհարկե ոչ պաշտոնական աղբյուրներից ստացված, որ ֆրանսիական Ռաֆալ կործանիչը պակիստանացիներին հաջողվել է խոցել չինական J-10S կործանիչի միջոցով, այլ աղբյուրների համաձայն նույնպես չինական, բայց այլ տեսակի զենքերի միջոցով։ Բայց թուրքական զենքը շարունակում է հասնել պակիստանյան նավահանգիստներ։ Մասնավորապես India Today պարբերականը գրում է, որ վերջին մեկ շաբաթվա ընթացքում մեծ թուրքական նավ է ժամանել Կարաչի նավահանգիստ եւ նաեւ մեծ ինքնաթիռ է վայրեջ կատարել Պակիստանի օդանավակայաններից մեկում եւ պարբերականի տեղեկությունների համաձայն զենք են տեղափոխել։ Թուրքիայի պաշտպանության նախարարությունը հաստատել է այն, որ իսկապես նավը մեկնել է եւ հասել է տեղ, բայց տեղեկացնում են, որ այդ նավի ժամանումը նախատեսված էր դեռ մինչեւ, այսինքն քննարկվել էր դեռ մինչեւ պատերազմական գործողությունները եւ որ իրականում իբրև թե զենք չեն տեղափոխել։ Մինչդեռ հիշեցնեմ, որ Չինաստանի վարչապետը շնորհակալություն է հայտնել, ներողություն, Պակիստանի վարչապետը շնորհակալություն է հայտնել Պակիստանին աջակցելու համար Չինաստանի, Սաուդյան Արաբիայի եւ Թուրքիայի ղեկավարությանը։ Արդյոք Ադրբեջանը եւս հայտարարել է Պակիստանին աջակցելու մասին, ինչպես է դրսևորվում նրանց այդ աջակցությունը։
Դե ի տարբերություն Թուրքիայի, Ադրբեջանի աջակցությունը ընդամենը խոսքերով է առայժմ դրսևորվում, որևէ փաստ չկա, որը կվկայեր այն մասին, որ խոսքերից գործի են անցել, բայց ամեն դեպքում Նյու Դելիում նկատել եւ գնահատել են ադրբեջանցի բարձրաստիճան պաշտոնյաների հռետորաբանությունը եւ այժմ Հնդկաստանում աճում է ադրբեջանական ապրանքների բոյկոտի արշավը։ Բաքվում Պակիստանի դեսպան Հասիմ Մոհիուդդինը հայտարարել է, որ եթե Հնդկաստանը ադրբեջանական ապրանքների բոյկոտ հայտարարի, էմբարգո հայտարարի, դա կլինի Դելիի կողմից մեծ սխալ։ Առայժմ չեն հաստատվում տեղեկությունները, որ էմբարգոն արդեն հայտարարվել է, բայց դա կարող է իսկապես իրատեսական լինել։ Համենայն դեպս զբոսաշրջային ոլորտում այդ բոյկոտը արդեն գործում է։ Հնդկական Easy My Trip տուրիստական պլատֆորմը հիշեցրել է բոլոր իր հաճախորդներին, որ Ադրբեջանը այն պետություններից մեկն է, որը պաշտպանում է Հնդկաստանի հակառակորդին թշնամուն, եւ դա պետք է հաշվի առնել այս կամ այն երկիր գործուղվելիս։ Իսկ Թրավամինտ տուրիստական գործակալությունը ընդհանրապես չեղարկել է բոլոր պայմանագրերը եւ այլևս չի վաճառում ուղեգիրներ դեպի Թուրքիա եւ Ադրբեջան։ Շնորհակալություն Արսեն։ Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը վերջնագիր է ներկայացրել Ռուսաստանին եւ Ուկրաինային, նշելով, որ եթե ուղիղ բանակցություններ չլինեն, ապա Վաշինգտոնը դուրս կգա կարգավորման գործընթացից։ Այս մասին հայտարարել է Միացյալ Նահանգների նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆը։ Մենք ցանկանում ենք հանդես գալ որպես միջնորդ այդ հարցում։ Սա մեր պատերազմը չէ, մենք պատերազմ չենք սկսել, բայց ուզում ենք օգնել վերջ տալու դրան։ Դրա ուղին հրադադարն է։ Բոլորը դադարեցնում են բռնությունը եւ մենք որոշ ժամանակ միասին աշխատում ենք, համոզվելու, որ կարող ենք լուծել այստեղի հիմնական խնդիրները, ընդգծել է նա։ Ուիթքոֆը նաև նշել է, որ Ռուսաստանի եւ Ուկրաինայի միջև հնարավոր բանակցությունների հիմնական թեմաները կլինեն տարածքների հարցը, Զապորոժիեի ատոմակայանի կարգավիճակը եւ Ուկրաինայի դեպի Դնեպր գետ եւ Սև ծով ելքը։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է եղել Հռոմի Պապ Լեո 14-րդին Հռոմի սրբազան քահանայապետ ընտրվելու առիթով։ Լիահույս եմ, որ ձեր աստվածահաճո առաքելությունը իր նպաստը կբերի ողջ աշխարհում խաղաղության, արդարության եւ հանդուրժողականության հաստատմանը։ Վերահաստատում եմ Հայաստանի հանձնառությունը պատմական ամուր կապերի, նույնակունկ արժեքների, հոգեվոր եւ քրիստոնեական մշակութային ժառանգության վրա հիմնված Հայաստան-Սուրբ Աթոռ միջպետական հարաբերությունները եւ արկա բարձր մակարդակի քաղաքական երկխոսությունը առավել խորացնելու եւ զարգացնելու գործում, ասվում է ուղերձում։ Այժմին այսքանը, կհանդիպենք ժամը 15-ին։